Շնորհակալություն ազգային ժողովի մեծարգո նախագահ, նախ շնորհավորում եմ ձեզ այդ բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, հարգելի գործընկերներ, կներեք էլի, ինձ թվում է մենք էլի դարձի շրջանից յուր ենք անում, անկեղծ, էլի վատ տեղ ենք մտնում, պարոն Մանուկյան, հասկանում եք, երբ որ Լևոն Քոչարյանի կողքից, իր կողքին եք նստում, վեր եք կենում, գալիս եք այս ամբիոնից խոսում եք, կապ չունի մեզնից ում, ստացած ամսական աշխատավարձից, ընտանիքի անդամներից, դա չգիտեմ, դա նույնն է ոնց որ Snoop Dogg-ի կողքից վեր կենակ, գնաք ինչ-որ թմրանյութերի վաճառքի կամ թմրանյութերի շրջանառության դեմ խոսակ, կներեք համատության համար, դա ձեզ հետ կապ չունի, էլի, Snoop Dogg թմրանյութեր բան, դա չեմ ակնարկում, բայց դա այդքան անիրատեսական բան է, ձեր կողքի նստած մարդուց դատախազությունը պահանջում է եւ իր ընտանիքից $200 միլիոն ապօրինի գույք, $200 միլիոն դա գիտեք ինչքան է, պարոն Մանուկյան, եթե դուք 2000 տարի լինեք падգամավոր, դուք $200 միլիոն աշխատավարձ չեք ստանա։ Այն թվերը, որոնց մասին, որ դուք աշխատավարձի, ամսական աշխատավարձի մասին, որ դուք խոսում եք, ձեր կողքի նստած պարոն Քոչարյանը կամ իր շրջապատը առնվազն, իսկ իրենց համար իմ կարծիքով տենց ինչ-որ թեյավճարի գումար է եղել։ Իմ տպավորությունն է այդ ամսական աշխատավարձերը, որոնց մասին դուք խոսում եք, որոնք մարդիկ ամսական աշխատավարձ են ստացել, աշխատավարձ 1 ամիս 30 օր աշխատելու դիմաց։ Դա այդ մարդկանց թեյավճարն է եղել 1 երեկոյի իմ կարծիքով։ Ասում եմ, բանը տենդերի է մասնակցել մի ընկերություն, որտեղ ամսական աշխատավարձով աշխատող է եղել ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայր։ Ժողովուրդ, նոր ասեցինք, Ռոբերտ Քոչարյանի խնամու ԱԱԲ-ն Հայաստանի Հանրապետության տենդերների շինարարական 50+%-ն է շահում։ Լավ, էլ ուրիշ ընկերություն այս երկրում չի կարա մասնակցի։ Այսինքն ոչ մի ուրիշ ընկերություն չի կարա մասնակցի, պետք է 100% լինի այդ թիվը։ Ու իրան պատկանող չէ, ինչը կարևոր է, ընկերություն, որտեղ ինքը աշխատում է, այսինքն մարդիկ որտեղ աշխատեն, հիմա ունեք ինչ-որ մեկի ձեր բարեկամները, հարազատները, որտեղ պետք է աշխատեն, որտեղ պետք է աշխատեն այդ մարդիկ, կամ Տիկին Խամոյանը գնացել ասում է, Վահագն Ալեքսանյանի մարզիչը նշանակվել է Մուծի Վելնեսի տնօրեն, նախ պարոն Նշան Մալխասյանը այո, իմ ընկերն է, նաև ինձ մարզել է, բայց ես վստահ եմ, որ ինձ մարզելը երևի այն ամենափոքր բանն է, որ աշխարհի երկակի եւ Եվրոպայի հնգակի, եթե չեմ սխալվում, չեմպիոն, իր ոլորտում մագիստրատուրա ավարտած եւ այդ նույն հիմնարկում ֆիթնես գծով տնօրեն աշխատած մարդու կենսագրությունում պետքա կարեւորություն ունենա։ Նաև մեր ցուցակում, այո, զբաղեցնում է իր տեղը, որպես падգամավորի թեկնածու, մոտավորապես նույն տեղն է մեր ցուցակում զբաղեցնում, ինչ Տիկին Աննա Գրիգորյանը ժամանակին ձեր խմբակցության ներկայիս ղեկավարը զբաղեցնում էր Իմ քայլը դաշինքի ցուցակում, մոտավորապես նույն տեղն է, մի քիչ էս կողմ են կողմ կներեք։ Հա։ Ինչևէ, այստեղ կներեք էլի հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյան, ասում եք այդ ընկերությունները պետությունը վերցնում է եւ 0 օգուտ, չէ՞ ոնց 0 օգուտ։ Հիմա հեծը բավականին խոշոր ընկերություն էր միջև այնտեղ ժամանակավոր կառավարչի նշանակումը, չէ՞։ Պարոն Ղազենյանն այստեղ է, չի թողել, որ բավականին խոշոր։ Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուների մեջ որ երրորդն էր։ 21-րդն էր, միջև նշանակման պահին ժամանակավոր կառավարչի եղել է 21-րդ։ Հիմա 13-րդն է։ 21-ից 13-րդն է։ Պարոն Կարապետյան, մի ընդհատեք, խնդրում եմ։ 21-ից 13-րդն է, այդ շեշտակի աճը տեսնում եք, հենց այդ է շեշտակի աճը, ԶՊՄԿ-ն միջև պետական մասնաբաժին ունենալը, պարոն Կարապետյան, գումարային 8-9 տարում վճարել է այնքան հարկ, ինչքան պետական մասնաբաժին ունենալուց հետո 1-2 տարում, սենց թվերը շատ կոնկրետ չասեմ, 1-2 տարում պետական մասնակցություն ունենալուց հետո վճարել է այնքան հարկ, ինչքան դրանից առաջ նախկինում վճարել է 8-9 տարում, դուք այս տարբերությունը տեսնում եք, թե չեք տեսնում։ Բա կներեք, ասում եմ ԶՊՄԿ կամ ԶՊՄԿ-ից շատ են բողոքել ԶՊՄԿ-ի պետական մասնակցությունից մեր գործընկերները։ Ժողովուրդ ջան, բայց այդ մասնաբաժինները ում են պատկանել ԶՊՄԿ-ի։
Պարոն Ղազարյան, մի ընդհատեք ինձ, ես ձեզ նորից եմ խնդրում, ես ձեզ չեմ ընդհատում։ Դա հռետորական հարց է կամ հարց է, որին դուք կարող եք պատասխանել այստեղից ելույթ ունենալիս։ Բա ում են պատկանել այդ ԶՊՄԿ-ի մասնաբաժինը։ Ում է պատկանել, ժողովուրդ ջան։ Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված մարդկանց չի պատկանել։ Պարոն Ղազարյան, Միքայել Մինասյանը հիշում եք ով է։ Ձեր կուսակցության ղեկավար, իդեպ չգիտեմ հանրապետական կուսակցությունից դուրս եկել եք, թե չէ, դրա համար ասում եմ ձեր կուսակցության, եթե դուրս եկեք ձեր նախկին կուսակցության ուրեմն։ Հանրապետական կուսակցության ղեկավարը Սերժ Սարգսյանի փեսանը։ Կամ այստեղից ասում եք տներեն գնել։ Հա, մարդիկ, այդ թվում եւ ես, չգիտեմ ճիշտ ասած, տարեթիվը չգիտեմ ճիշտ ասեցիք թե չէ, լավ չլսեցի, հիպոթեկով 20 տարով, այո, բնակարան ենք գնել, տենց ու 20 տարի փակելու ենք այդ հիպոթեկը առաջիկայում։ Հիմա էլ փակում ենք իդեպ ամսական վճարով աշխատավարձից, այո, փակում ենք այդպիսի բան։ Պարոն Ղազարյան, այդ տների մասին, որ տենց հիպոթեկով 20 տարով տների մասին խոսում եք, այստեղ մոտիկ է, Թումանյան փողոցի վրա է։ Ձեր ղեկավարի եղբոր, Սերժ Սարգսյանի եղբոր, Սաշիկ Սարգսյանի տան ոսկեզոծ լիֆտի մեջ այդ առողջությամբ մտորելու ինչ որ բաներ ունեցել եք, թե չէ, ասենք մոտով անցնելուց էլի, այնտեղ մոտով անցնելուց այդ լիֆտը կարծեմ սես դրսում բան ունի, որ նայում եք, տենց բանը առաջանում է այդ, օրինակ այդ լիֆտի մոտով որ անցնում եք, տենց բանը գալի ասում եք, այ գամ ազգային ժողով մի հատ Վահագն Ալեքսյանին ասեմ դու 20 տարով հիպոթեկով տուն ես գնել, այ ազգադավ սրիկա ոնց ես հանդգնում։ Կամ առհասարակ պարոն Ղազարյան, իմ խորհուրդն է ձեզ հաջորդ անգամ այս ամբիոնին մոտենալուց ներողություն խնդրեք։ Ներողություն խնդրեք այն բանի համար, որ դուք հայ զինծառայողների մահն եք կամեցել։ Դա նորմալ չի, հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյան, դա նորմալ չի։ Չի կարա դա նորմալ համարվի, հասկանում եք, որ ազգային ժողովի падգամավոր լինի մարդ, ով ասել է ես կամենում եմ, որ հայ սակրավորը մահանա, դա նորմալ չի։ Նորմալ չի, որ դա անհետևանքը լինի, նորմալ չի, որ դրան անդրադարձ չլինի։ Նույնիսկ ներողությունից հետո դա նորմալ չի լինի։ Բայց միջև այդ ներողությունը դա առհասարակ դա աբսուրդի ժանրից է, չի կարա նման բան լինի, հարգելի գործընկերներ։ Դուք հայրենիքից եք խոսում, ձեր մոտեցումներից եք խոսում, մնացած եք խոսում լավ եք անում, բայց ի՞նչ է նշանակում կամենալ հայ զինծառայողի մահը։ Հայ զինծառայողի մահը, ժողովուրդ ջան։ Ու մի հատ էլ գալ էստեղից ասել, այս իշխանությունը գործադիրը նշանակվում է Ադրբեջանից, այս մեկը նշանակվում է Թուրքիայից, կներեք, բա ում կողմից է նշանակվում падգամավորը, որը որ կամենում է հայ սակրավորի մահը։ Որ երկրի կողմից է նշանակվում, որ պետության կողմից է նշանակվում, որ հատուկ ծառայությունների կողմից է նշանակվում։ Տենց ո՞նց կլինի առհասարակ։ Ու մեկ էլ այստեղ այսօրին շատ է խոսվում Բարգավաճ Հայաստանի եւ ընտրատեղամասերի եւ մնացածի մասին։ Ես հիշում եմ, երբ որ ընտրության գիշերը ձեր գործընկերները Ուժեղ Հայաստան խմբակցության, Գոհար Մելոյանը, մյուսները լայվեր էին անում, բան էին անում, ասում են, այ տեսեք ինչ խայտառակություն է, զինվորները քվեարկում են ու այս ընտրությունը պետք է հաշվի ու այս ընտրությունը պետք է հաշվի։ Ես հիշում եմ ինչ էի ասում ես։ Ես ասում էի, ժողովուրդ ջան, մի զինծառայողների քվեարկությունը մանիպուլացրեք, մի դարձրեք բան, դուք գիտեք, որ զինվորների քվեարկությունը միշտ ավելի դժվար է ու պրոբլեմատիկ է, քանի որ զինվորները դիրքում են լինում։ Զորամասի զինվորները քվեարկում են, հետ են գնում դիրք, պերեսմենկա են անում ու այնտեղի զինվորներն են իջնում գնում քվեարկության, դրա համար երկար է տևում։ Ես հիշում եմ, որ ես ինքս թե հարցազրույցներով, թե գրառումներով, թե վիդեոներով ամեն կերպ փորձում էի պաշտպանել այդ զինվորների քվեարկության արդյունքները։ Դուք ամեն կերպ փորձում եք այնպես անել, որ այդ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները չեղարկվեն։ Եվ օզարմանք, այդ արդյունքները չեղարկվեցին։ Այդ արդյունքները չեղարկվեցին, բայց բանից պարզվեց, որ այդ արդյունքները եթե չեղարկվեին, դա ձեզ ավելի ձեռ կտան։ Չնայած դա իդեպ վիճելի հարց է, որտեղ Տիկին Խամոյանը ասում է մանդատագող, եթե զուտ տենց բանով տրամաբանորեն մոտենանք հարցին, ապա Բարգավաճ Հայաստանի պոտենցիալ այդ 4 մանդատից 3-ը բաժին է ասել քաղաքացիական պայմանագրին եւ 1-ը բաժին է ասել Ուժեղ Հայաստանին, որը իդեպ այդ մանդատը վերցրել է։ Իսկ չի հրաժարվել։ Մեկն էլ ձեզ, մեկն էլ ֆանտաստիկ է, մեկն էլ ձեզ, Տիկին Գրիգորյան։ Բա ում եք ինչ ասում, բա եք վերցրել այդ մանդատը։ Բա դա թափուր թողեիք այդ մանդատը։ Հա, պարոն Մանուկյանը չէր դառնա, ճիշտ է падգամավոր, եթե այդպես չլիներ։ Բա չվերցնեիք այդ մանդատը, հարգելի գործընկեր։ Բա եթե այդքան սկզբունքային է, եթե դա ձեր համար իրոք այդքան սկզբունքային հարց է, եթե տեղի ունեցածը ձեր համար մանդատագողության պես բան է, բա չվերցնեիք, ուրեմն մանդատագողը դուք եք, ձեր իսկ առաջարկած տրամաբանությամբ, հարգելի գործընկեր։
Բայց ձեր տրամաբանությունը կեղծ է, ինչևէ 1000 ներողություն 20 վայրկյան ավարտեմ, էլի։ Հարգելի գործընկերներ, ես շատ եմ ողջունում մեր խմբակցության առաջադրումը պարոն Կոնջոյանի այս պաշտոնում, քանի որ պարոն Կոնջոյանը եղել է Փայլուն խմբակցության փայլուն ղեկավար եւ իր պարտականությունները կատարել է հրաշալի ուղղակի եւ նաեւ պարոն Կոնջոյանի առաջնորդությամբ, որ մեր խմբակցությունը դիմակայել է այն բազում փորձություններին, որոնք որ եղել են նախորդ գումարման ընթացքում, այնպես որ շատ ողջունում եմ ձեզ պարոն Կոնջոյան, շնորհակալություն։